Ազնիվ Գրիգորյան, ես տուժվել եմ օնլայն վարկ վերցնելու համար 0.3%-ով վարկ էին առաջարկում, մուծումներ պետք է անեի, որ ինձ վարկ տրամադրեին, սկզբից $150 վարկ մուծում ասեցին, հետո $800, հետո 1000, 1200, մի խոսքով $5000 ես մուծումներ արեցի, բայց այդ վարկը տենց էլ ոչ տրամադրվեց, ոչ էլ տեղ հասա։ Ինչ վարկ էիք ուզում վերցնել։ 0.3%-ով վարկ էին առաջարկել, ասի վերցնեմ իմ վարկերը բարձր տոկոսներով փակեմ։ Իսկ որևէ մեկ է չխորհրդակցեցիք, որ աշխարհում 0.3%-ով վարկ Չէ, չկա։ չեմ խորհրդակցել, հավատալով խափնվել ենք, այտենց վարկերը մուծել ենք $5000 մուծումներն անելուց հետո ոչ մի վարկ էլ չտրամադրեցին, խափեցին ու կորան այդ մարդիկ Facebook-ից ջնջեցին, հետո ինձանից ուզեցին տան դոկումենտներ, որ նկարեմ ուղարկեմ, չեկերն էինք նկարում ուղարկում մուծումների ու հետո ասենք Ինչու երբեք չկասկածեցիք, չէ՞ որ անընդհատ Չկասկածեցի։ Facebook-ով նույն ձեր ասած տարբեր հարթակներում խոսում էին, որ զեղծարարներ կան, զգույշ պետք է լինել։ Դե ինձ վստահելի ձևով էին առաջարկել, որ ես որ վարկը տրամադրելու համար ֆինանսական այդ բաները, ասենք մուծումներն արեցինք, թղթեր ուղարկեցին մեզ, որ այս թղթերը ստորագրեք, հետ ուղարկեք, որ պետական մուծումներն է, պիտի արվի, ձեզ ապահովագրելու համար, թղթերը ինձ տրվել են, այդ թղթերը մոտս կա, որ Այդ թղթերը արձերն են ձեզ տվել, թե Չէ, հեռախոսով նկարը ուղարկել են։ Եթե փող եք տալի, գոնե մի անգամ տեսնեք ում եք տալիս։ Հա, գիտեք, Դե մենք այտենց ես չեմ կասկածել։ Ոնց կասկածեի, եթե վստահ ձևով էին ասում։ Չէ, վստահ ձևով էին ասում, դե ես էլ հավատացել եմ այտենց, որ պիտի անպայման այդ վարկը չացնի։ Կարդացել, ստորագրել եք, չտենք Կարդացել ենք։ Չէ, կարդացել ենք, բաներ կար, որ չէի հասկանում, բայց ուղղակի ստորագրում էի։ Դե ուրիշ լեզվով էր գրած, ինչը կարող էինք թարգմանում էի, ինչը կարողանում էի թարգմանում էի։